Բարև ձեզ։ Բոլորս ալ դեղյակ ենք, որ կանայք կգազմեն բնակչության կեսը եւ քաղաքականության մեջ կանանց ներկայությունը օր աճ կարձանակրե։ Սակայն անոնց հորմոնային առողջությունը կմնա հանրային քաղաքականություններում մեջ անդեսված ոլորտը։ Շոմեդի շրջանի նահանգային երեսփոխան Սոնա Լախոյան Օլիվիե վերջերս Քեբեկի խորհրդարանեն ներս բարձրացնեց այս հարցը եւ հրաբարագեց մամլո հաղորդակցությունը պահանջելով Քեբեկի կառավարութենեն հաստատել կանանց առողջության վերաբերյալ ազգային կազմակերպված քաղաքականությունը։ Je sollicite le consentement de cette Assemblée afin de présenter la motion suivante. Que l'Assemblée nationale reconnaisse que les réalités hormonales liées notamment aux menstruations et à la ménopause peuvent entraîner des impacts importants sur la santé physique, la santé mentale et la qualité de vie des femmes. Qu'elle souligne que les femmes représentent près de 50% des élus ici et des membres du Conseil des ministres et que l'Assemblée nationale a la responsabilité d'exercer un leadership en matière de santé des femmes. Qu'elle affirme l'importance d'une approche accrue en prévention, en recherche et en suivi structuré afin de garder nos filles et nos femmes en santé le plus longtemps possible. Qu'elle exprime la volonté du Québec de devenir un leader mondial en recherche sur la santé des femmes et un modèle en matière de politique publique. Et qu'enfin, elle demande au gouvernement du Québec d'amorcer les travaux en vue de la mise en place d'une politique nationale sur la santé des femmes. Merci, Monsieur le Président. Այսօր ուրախությամբ մեր ստուդիոյեն ներս գհյուրընկալ ենք Սոնան այս հարցը քննարկելու համար։ Բարի եկած ես Սոնա։ Շնորհակալ եմ ընդունելությանդ։ Շատ ուրախ ենք, որ անգամ եւս մեզի հետ ես։ Սոնա նախքան մեր նյութին անցնիլը նախ գուզեմ մեծ անցած լամը ասել քեզի, աս վերջին զրբարդությունները շատ ուրախ ենք, որ հիմք չունեին եւ կարողացար դուրս գալ հագարակ անոր, որ մենք ոչ մեկ ադեն գասկած ունեինք։ Ուրեմն ինչ է քու կարծիքդ այդ մասին։ Զրբարդություն քաղաքական Abreza. Այո։ Ուրեմն չենք գրնամ ասել որ չեք ես ալանցասան բանեմը շատ քեշեր որ գսեն տեքստերի եղած է եւ գիտես որ տուն չես ըրած եւ գսես ահավասիկ տելեֆոններս արեք նայեցեք եւ անուններ դանի որ տեքստի մեջ անունա չի գա գսեն որ Շոմեդի եւ Ֆաբրի երեսփոխաններն են $5 անդամակցությունները ինձ համար $5 ուրիշ է նար ամեն մեկուն որ մոդեցանք ամեն մեկի $5 դվավ արավել $5 դվան նվիրություններին անանք որ մենք անանք չենք աշխատիր փակ գիրոջ որ atkan դարի որ քաղուտի աղջիկ եղած եմ գին եղած եմ եւ կորզունություն եղած եմ ամենք գիտեք որ անանք չեն բայց ժողովուրդը չեն գիտեր ինչ որ ժուրնալիստները սեն գավադան եւ անիգա մեծ սավեր ինձի Քեբեկի բես կանադայի բես երկրի մեջ ժուրնալիստը եթե սուդախոսություն գրնա դբել եւ քաղաքական գուսակցությունը ինացնե եւ որ թրիչքի վրա ենք եւ բիդի հասնեին կառավարության շեֆը կորձգործընծնե եւ արավել ես մեջը pan collateral damage գսեն այո զոհի երթաս այսինքն Սոնա գրնանք ասել որ թիրախը մասնավոր ապարթուն չէ իր գուսակցություններ ամենայն թեպս շատ ուրախ ենք որ թադը շահեցար բայց ներգայիս ինչ է վիճակը 6 ամիս մինչև հաջորդ ընտրություն կմնաս երեսփոխան բայց ոչ Parti Libéral de Québec-ի ասենք ներկայացուցիչ ես որ կոմիսիա ալետիկը սա որ անկետ պիտի վրաս ուրեմն գուսակցությունը որոշեցին որ նա իր հիմագույնը էքսկլյուի եղիր կոկուսեն մինչև որ որոշում առնվի ուրեմն առաջին անկետը որ եղավ retired judge-ին հետ ֆուրնեին հետ եւ անկետորներուն հետ փաստեցինք որ ես չեմ եւ հիմա կսպասենք որ կոմիսար ալետիկին որ եթե non-ethical պամը ըրածենք membership օրինակ եթե թուղթ եւ դրամը բյուրոյեն դրվերեն է ադիգա non-ethical է սովորոշումը կսպասենք որ բեկե որ մոդորեն պատասխանը ստանանք անգե հետո գուսակցությունը եւ նոր լիդերը քանի որ 3 լիդեր փոխեցինք վերջին դարվա նոր լիդերը պիտի որոշի անշուշտ կոկուսին հետ մյուս երեսփոխաններուն հետ եթե ինձ հետ բիդարնենք ամոչ գուսակցության մեջ ինիցիալոց քանի որ ես երեսփոխան ընդրված եմ Շոմեդի շրջանի մեջ
Ես մինչև վերջ երեսփոխան եմ ամեն իրավունքներով, միայն թե գուսակցության մեջ եմ։ Այո։ Եվ անիգա ինձի առավելությունը այս վարյանից Ինչ լավ։ ամեն քեշփանի մեջ լավ Բարիքնագա։ Այո։ Ուրեմն եւ որ գուսակցության մեջ ես գուսակցության քիծը պիտի Անշուշտ։ Հետևիս։ Հետևիս եւ հարկես։ Ուրեմն եթե պրոժեպամ ունիս, եթե գուսակցության օրինակ բոլոր կոկուսը օքեյ չեն հիմա ուրիշ ավելի կարևոր նյութմգան անի եդև գմնա եւ բավական աս մենոպոզի հարցը Այո։ ընդրվեցա չընդրվեցա ասմ հարցը գբերեմ միշտ ուրեմն հիմա ինչպես համալսան 3 ամիս է 3 ամիսը 10 կսկսիս եւ նիշտ կուդան եւ ամեն 3 ամիսը սեսիոն է մենք ալ նույն նկարավարության մեջ կսկսենք պարլամանը ասամբլե նացիոնալ դու Կեբեկը բայց անգե առաջ մեկ շաբաթ ժողովի գերտանք ամեն գուսակցություն նույնը գնի so գեդերդ պիտբերես ինչ գեդ գուզես գերդել as sessionի համար եւ ես նույնը գբերեմ ատլետիզմի տաշ high school-ներու Այո։ քանի որ կարևոր է առողջ լալը եւ ոչ միայն երդասարտության համար ժողովրդին համար շրջանի ամեն մեկ շրջանը չէ իր դպրոցներուն եւ high school-ը ունի եթե high school-ը track and field ունենա եւ ստադիում ունենա դղակը սխալ բաներում չեն երդար դղակը բեկե վազեցնել աղջիկներն անշուշտ կամ որ ատլետ եղած եմ գիտեմ ինչ կարևոր է եւ գիտենք ինչ կարևոր է մարզանքը եւ նյութերեն մին մենոպոզն է այո պիտի կանք այդ հարցումին նախ ասենք որ ընդհանուր առմամբ գիներու առողջություն բայց տուն մասնավորապես ընդգծած ես puberty and menopause Քեզի համար անցնաբես նախ ինչու ասենք ասիկա հարց է Քանի որ 21-րդ դարի մեջ ենք եւ Կանադայի մեջ ենք եւ Կանադայի մեջ գիները իրավունք ունին վերջին 50 տարին գնամսել մենք եկանք չեկանք հոս մեծանք հոս ազատ եթե գուզեր ուսում ունենալ ազատ ես ուսումը գնաս երտալ ունենալ բժշկությունը ծրի է աստերի գարավարտությունը որոշած է որ բժշկությունը ունիվերսալ բիդլա եւ իր ժողովրդին լավ բիդինայի գինը ազատ է աշխատելու ուրեմն ես այսօր որ ամեն ստեյջները անցա գյանքի իբր օրյորթի գին զավակ ունենալը հղությունը զավակ ունենալը եւ ինչպես հորմոնները գաստե գոր մեր գյանք եւ առանց ադոր գին չեն կնարլալ So վրա լալեն հղի լալեն դու զավակունենան դու անցիկա որ դժվարություն ունենան շատ դժվար է գկերնաս եւ պսիխոլոգիկ հարցեր ունենաս ասեն նյութերեն որ չի խոսիր բայց եւ ես մենոպոզ իսոր մեկ վարյան գսկսին առաջին օրեն ցավերով եւ միշտ գսենք որ նորմալ է եւ իբր գինքանի որ աբրած եմ եւ շրջանից մեջ աղջիկներ գա, գիներ գա, ասպոլորեկ անցնին և կմտածեմ, որ մայրս, մեծ մամաս, օրմը պերանին չէ Չեն պացած ասնիտերու մասին խոսելու լավ վրա դեղավ, լավ Նորմալ է, լավ, օքեյ Պորդ գծավի կնադվիլ մա, օքեյ Ուրեմն, որ 50-ի մոդենաս, 50-ը average դարիքն է, որ պերիմենոպոզ գսկսի, 45-50 չև Այո So ye որ գսկսիս ասան գամած թեթևնա ինչ որ վրալալ օրինակ եւ գսկսիս դակությունը նալ քիշերը մեկ շաբաթ անգորինի մեջ ճուր գլա նորմալ չէ So ասպոլորը նելեն դու 60 հասիս 60 ասան ուրիշ բաներ ֆիզիկ որ գսես աս ինչ է չեմ ընդունիր դարի կարնելը չեմ ընդունիր գնտունիմ այո Բայց ոչ թե բեկե փոխվեր, չէ որ զորավոր էի, չէ որ ատլետ էի, գիտես։ Եվ աս բոլորին զուգահեռ սոնա, աս գանդեսենք իբր գին, այսինքն մեր այդ մարմինին նշանները որ գուտան, հորմոնային այդ խնդիրները որ գունենան, եւ մենք դակավին կշարունակենք կյանքը նույն ռիթմով, որովհետեւ թե աշխատենք, թե դունը գնայինք, թե ասենք քուբարակայտ երես փոխանես, ամեն տեղ գվազես, բայց Պետք է ստիպված ես այդ բոլոր ցավերդ անդեսել, որտեղ թե ոչ կորձ արչև չեր տար։ Շատ ավոր գիտի։ Բայց հիմա սոնա, քու ասենք աս հարցը որ բարձրացուցիր, այդ չէ որ ասենք թեղերը չի գան, ամեն մարդ չուզեր թեղալ առնել։ Օրինակի համար
հորմոնի թեղերը դարիքեմը վերջ մենոպազի ադեն որ գարնեն, անցնաբես օրինակ ես մերժեցի ճարի։ Բայց այդ չէ որ բանը չի գա, ասենք թե թարմանը չի գա։ Մենք կուզենք գիտնալ, որ թուն ինչ կբահանչես գարավարութենեն աս հարցերով։ Ուրեմն ես երեկուգես դարի մենոպոզի նյութը գպերեի գոր ժողովներուս, որ վարժվին լսելու մենոպոզ պարը չամճնանք խոսինք և ամճնալիք պամը չէ պան է նորմալ գյանքի մաս կգազմե և ինչ կրնանգնել իպել գարավարտյուն։ Հիմա այսօր 50 առ 100-ը երեսպոխաներուն գինենք և շատ գիներ գամ որ դղակալ, որ գսենգոր, որ 6 ամիսեն ընրության բիդի չիչնեն։ Արդյոք բիդի լանք 50 առ 100 և ավելի, բիդի լանք կամ ոչ, առաջին անգամն է աս 3 դարի առաջ, որ ընդրվեցանք, 40-րդ լեջիսլատյուր, առաջին անգամն է, որ գրեթե 50% գինենք։ Եվ գսեմ, որ it's now or never, որ խոսակցությունը պանանք և ժողովի պերենք ամենմարդ, կան որ ամենելավ համասարաններ ունինք, ամենելավ կոլեջներ ունինք, ունիվերսիտեներ ունինք և research կլագոր, research անցերգան, որ ասնյութը ձեձենք և կիտնանք ինչ կլագոր իրաբես, քանի որ անցնաբես ես իմ պժիշկս թեմեր հորմոն դալու։ Չև ծկեր խոսինք ասնյութը և մինչև մա չի ծկեր։ Ինչու գարավարտյունը իր ռեսպոնսաբիլիտեն չարներ և օգնե բժշկությունը, որ ավելի հարաճանա և գիներուն լավ նայինք։ Ուրեմն, առնենք example-ը գուրցքի կանսեր դու սեն։ Կանսեր դու սենին Սանտե Քեբեկը որոշում արած է, ռեգլման է, օրենք չէ, ռեգլման է, որ Սանտե Քեբեկը կամ որ իրենք ազատ են կորձունությունը դանելու, իրենք որոշում արած են, որ բիդի սիստեմատիկման 50-են հետո պանգրգեն, հրավեր գրգեն գիներու, որ գուրցքի թեստի երտաս նորեն ազատ ես երտալու կամ չերտալու։ Ստիպատ չես։ Հասկացա ասած, այսինքն ինչպես որ քայլեր արած են այդ ուղությամբ, ինչու ոչ աս մենոպոզի համար, քանի որ մեկ բժիշկ է, մյուս բժիշկ նույնը չէ, առաջին երկրորդ բժիշկները ադեներ 3-4 տարի չեն տեսներ քեզի, վերջնագսեն ուշ է, քանի որ 60-ին հետո 60-65 ամեն ինչ որ ֆիզիկական բիդի փոփոխումներ լա գտեսնաս եւ գսկաս եւ ինչ որ 50-ին 60 գսկաս որ նույնը չէ բնավ ադակությունը կդինքնել at բոլորը չէ ուրիշ բաներ է ուրեմն menopause and beyond գսեն this is beyond so ծև մգար որ գնային prevent-նել ես սպեսիալիստ չեմ բժիշկ չեմ բայց գուզեի որ conversation start the conversation ուրեմն ինչ ես եւ որ նոր լիդերի եկավ օգոստոսին ուրեմն արտագուտեն հետո ամառվա գգան չի ամեն մեկ երեսփոխան գարցնի ինչ գուզեն ինչի մասին գուզեն աշխատիլ ես ասի գուզեմ աշխատիլ ինչ որ գնեմ գոր հարաբերություններ Ճապոնին հետ եւ Չինաստանի հետ եւ վիսպրեզիդանսը բանը туриզմը եւ ասի մենոպոզի վրա աշխատիմ որ 3 տարի ասի շատ գփափակի որ ինձի officially at բանը դաս իրավունք դաս որ շարունակեմ նայեցավ ասանք սավ okay սավ so ուրիշ երեսփոխամ նայեցավ սավ okay գսես որ ինքը հերթի պատասխանատուն չէ ուրիշ մեկն է ասավ եթե երեմ ոչ սերն 3 տարի վրան գաշար գածես մի դիգենա շատ ճիշտ մտածած է so գբադրաստեի գոր ուրեմն նոյեմբեր 18-ին աս հարցերը բայթեցավ եւ ամեն ինչ գեցավ ուրեմն երբ որ փետրվար 2-ին մենք ետ վերադարձանք ես անշուշտ գործս կշարունակեմ գոր փետրվար 2-ին երբ որ ասամբլե նացիոնալ եկանք ուղագի պատրաստեցի motion-ը declaration-ը ինչ որ կարևոր բաներ են գուզեի որ մենոպոզին համար ինչ որ պետք է օրենքով խոսակցությունը բանալ so դեկլարացիոների մոսիոների եւ անշուշտ ժուրնալիստները կանչեցի pour une annonce եւ անոնսի խոսեցա առողջության մասին որ անշուշտ որ մենոպոզ խոսից բիդի սկսից սկսպնե անշուշտ pubertեն մինչև մենոպոզ եթե մենոպոզ մենք եթե we're suffering because it starts from young age so եթե մենոպոզին բիդինային սկսպնե սկսին քան որ վստահաբար գնան ստադինել նորեն pubertեն մեգա առնել եւ
հորմոն level-ը նայել ադենում եմ 5 տարի մեկ հորմոն level-ը նայել Եվ այսինքն առաջ կառնեն, որ մենոպոզը թյուրին, այսինքն հեզասահ անցնի գնգամը կյանքին մեջ։ Ծերը սածան է, որ սկիզբեն research-ները լան։ Research-ներն եւ գա լուրերնիսը լա, գիտնանք ինչ կլա, որ բայց իմիջալոց եթե գրնանք բժիշկներուն ասել, որ անոնք որոնք մենոպոզի մոդ են սկսիր հորմոնները չեկնել եւ եթե գրնանք ավելի տրամ տնել research համասարներ որ research կնեն հիվանդանոցներ research կնեն ավելի invest անենք որ իրավես գիտնանք կանսեր գուտա կամ չի դար Այո գիտնանք քանի որ շատերը սկսած են եւ շատ անգամ եւ ասիգա փերի ժուրնալիստներուն ասի որ նայեցեգսի մենք իբրգին երեսփոխան եթե մենք ասնյութը պիտի չի ձեզենք ով բիձեձե բեկե որ իբրգին unique health system ունինք զավակ կփերենք եւ անոնք որոնք զավակ չենք բերել ասանք անանք հորմոնի հարցեր ունինք փոփոխություն գա for whatever reason բեկե որ ստադի մեջ ավելի ստադի ավելի խորունգանանք եւ ինչու չդառնանք լիդեր մոնդիալ շատ լավ գլա Շատ շնորհակալ ենք Սոնա, ուրեմն այս հարցը բարձրացնելու համար, որովհետև ինչպես որ Սոնան ասավ, թաբու հարց մնե, ընդհանրապես գբահենք կամ քորքին դագը գհրենք այսպիսի նյութեր, հավասի 21-րդ տարն ենք եւ երբեք պետք չէ այսպիսի ասենք հարցեր մենոպոզի պես պատճառ դառնան կամ արգելք դառնան գիներու հարաճացման մեջ Ուրեմն մանավանդ իրենց կյանքը ավելի աշխուժորեն շարունակելու համար։ Շատ շնորհակալ ենք Սոնա, քեզի ամենայն հաջողություն կմաղթենք, որ այս օրագարկդ շատ հաջողություն գտնե խորհրդարաններս եւ գհուսամ, որ ավելի շուտ կտեսնվենք։ Շնորհակալ եմ։ Պատրաստ եք այժմ։ Սկսենք։ Մեզ բոլորիս բարի Բարև ձեզ, Հայ Հորիզոն ձեզի հետ է այսօր Centre Arménien Ners, այսօր հոստեղի ունեցավ ֆիլմի ցուցադրություն գազագերբությամբ Armat Group-ին։ Ուրեմն ֆիլմը կգոչվեր Full House, ներկաներուն թիվը այսօր կհասներ 400 հոգի, որոնք խանդավառ էին թե պրոդյուսերի ներկայությամբ եւ թե ծևով իրենց գարոդը առնելու Full House սերիներեն, որոնք լույս տեսան ասկե 10 տարիներ առաջ 9 շարունակ տարիներու դեպողությամբ։ Միասնապար լսենք կարծիքը պրոդյուսերին, ինչպես նաեւ Armat Group-ի ներկայացուցիչին։ Հրկյա եւ պահպանյա երևույթ եւ աներևույթ եւ այ ցեղոյ եւ պարքեվյա զավակ մը Ադամի ցեղոյ Ինչեղ գնում ենք Դուբայ հարսանիք երկելու Ինչ շաբթի ուղիղ ժամը 8-ին քոթռի չգնամ Սա ձեր տոմսերն են Եղլու ապարես դուր լստե Լիկա Չհասկացա սիկնատերում ինչ եք մենակ դուք Եթե ես ես հրավիրեի իմ սեփական ինքնաթիռով, իմ սեփական կղզի, անմոռանալի ժամանակ անցկացնելու, ով կգար։ 3, 2, 1 Որոշել ես մեր գլուխներով Ինչքան վաղուց իրար չէիք տեսել Ճակատագիրը ևս մեկ անգամ նենց արեց, որ մենք հանդիպեցիք Ճակատագիրը չէ, քաչալը Դե մեր ճակատագիրն էլ քաչալ Այս տանտերը հաստատ գիտի, որ իրակուն նոտար մարդիկ մտնում են հանողի Անվտանգության հավաքարկ աշխատել, ու մենք հայտնվել ենք թակարդի մեջ Այսինքն եթե տանտերը եկավ ու մեզ այստեղ տեսավ, ինքը չի հարցնելու ոնց ենք այստեղ հայտնվել Սպանելու է մեզ А вот и лисенок. Здрасте Chérie, quand t'es vite, ça y baisse.
Երեխեք ես ինչ ձեներ։ Վերջի անկախության տարիների ամենահաջողված ֆիլմերից մեկն է, շատ բարի, շատ լավ ֆիլմ է, զվարճալի եւ լավ հումոր կա, եւ թախից կա, եւ սեր կա, ամեն ինչ կա ու ես կառաջարկեի բոլորին, ովքեր որ դեռ շանս ունեն ինչ որտեղ աշխարհում դիտել այս ֆիլմը, գնալ եւ դիտել, որովհետեւ շատ լավ ֆիլմ են պատրաստել, բրավո պատրաստողներին։ Ես ուղղակի կուզենամ շնորհակալություն հայտնեմ հովանավորներին, որոնք հովանավորեցին այս ցուցադրությունը եւ իրանց հովանավորությունն էր, որ թույլ տվեց, որ Տոմսերի գինը մատչելի սահմաններում պահենք, որպեսզի շատ մարդ դիտի, նախ եւ առաջ դա Assurance Group Concord, Noyan Group Noyan-ը, David Davtyan Real Estate Broker, Sevan Lamajan մեր եւ Salon de Beauté Elixir-ը, որոնք մեզ հովանավորեցին, մեր շատ ջերմ կանգնած են եղել մեր կողքին, շատ շնորհակալ եմ, ինչպես նաեւ այս ջերմ պատերին Սանթխա Արմենիի, որը ընդունեց ու շատ լավ դահլիճ է, հուսով եմ, որ մենք հետագայում շատ նոր միջոցառումներ կկազմակերպենք, Թամար ջան, ես Արմատի համար երկու բառ կուզենայի ասեի, այսինքն ես որ եկա այս համայնք էմիգրացիա արեցի Հայաստանից, այս համայնքը ինձ ջերմ ընդունեց ու ահագին օգնել է ինձ ընտանիքիս եւ ես ինչ որ չափ պարտ կսեմ համարում, եկել է վաղը, որ մենք վերադարձնենք այս համայնքին ու դա է պատճառը, որ այս ամեն ինչը անում ենք, սա ոնց որ մեր պարտքն է համայնքին, ես շատ ուրախ եմ, որ ես այդ հնարավորություն ունեմ վերադարձնելու։ Մեծ ուղղություն է իսկապես, գշնորհավորենք այսօրվա ցերնարգը մանավանդ շատ հաջողեր եւ ցեզի նորանոր հաջողություններ կմաղթենք։ Շնորհակալ եմ, ես կխնդրեի բոլորին, որպեսզի գրանցվեն մեր սոցիալ հարթակներին, Instagram, Facebook, որպեսզի տեղյակ լինեին նոր եւ նոր իվենտների, որը որ կազմակերպվելու է, որը որ պլանավորվում է այս պահին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ Թամար ջան, շատ շնորհակալություն։ Բարի եկած եք բարոն Արմեն, ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, դուք։ Շատ լավ, ասի ձեր առաջին այցն է Մոնտրեալի։ Այո, առհասարակ Կանադա առաջին այցն է, ոչ թե մենակ Մոնրեալ, եղա Տորոնտոյում եւ եղա Մոնրեալում։ Այսինքն մեր ամենեն բաղ եղանակին հոս գտնվեցաք ու գիտի հարցնեմ ձեր գարձիկը, բայց օդի մասին չխոսենք։ Չէ, օդն էլ բավականին հաճելի է, որովհետեւ ես ժամանակին բավականին ցուրտ տեղեր, նույնիսկ երկար ժամանակ եղել եմ, ապրել եմ, նենց որ հասկանալի է։ Իսկ Տորոնտոյի մեջ ինչպես անցավ։ Շատ լավ, երկու տեղն էլ անցավ շատ լավ, երկու տեղն էլ անցավ sold out-ներով եւ ես վստահ եմ, որ արդեն երկրորդ անգամ, երբ որ լինի նմանատիպ բան, արդեն կարող է լինի երկու հատ sold out, ոչ միայն մեր ֆիլմի, այլ առհասարակ ֆիլմերի։ Այսինքն պետք է ասել, որ հազվագյուտ երևույթ մներ այսօր 400-ի հասնող դոմս ֆիլմ դիտելու համար եկած էին։ Ձեր գարձիկը ինչ է, գարձիկ թե այդ նոստալժին է, որ իրենց ասանք ավելի կհավաքի։ Տեսեք, քանի որ Full House-ը մի քիչ տարբերվում է մնացած բոլոր պրոյեկտներից, որովհետև Full House-ը ունի կոնկրետ սիրահարներ, որը ամբողջ կյանքում նայել են, ինձ թվում է այստեղ այսօր դալիճում մեծամասնությունը հենց այդ մարդիկ էին, ովքեր գիտեին կերպարներին, բայց շատ լավ տենդենս կա նաև, որ երբ որ ֆիլմը դիտում են, մարդիկ դուրս են գալի դահլիճից, մենք արդեն մի քանի քաղաքում նման փորձ ունենք, երբ որ դուրս են գալի դահլիճից, գնում են, պատմում են արդեն իրենց ընկերներին, հարազատներին եւ արդեն ինչ որ ժամանակ հետո կարիք է լինում եւս մի ցուցադրություն անելու, ինչ օրինակ տեղի ունեցավ Տորոնտոյում։ Եվ ինչն էր, որ ըստ ցեզի մղեց, որ սերին վերածեք ֆիլմի եւ Ասկանդարի ետք։ Գիտեք, ցանկությունը մեր հերոստադիտողի, որովհետև մենք լսում ենք, մենք ամենաառաջին այդ ֆիդբեք ստացողն ենք, որ մեզ են առաջին ասում, բա ինչի չկա, եփա լինելու եւ մենք հասկացանք, որ չեն կարող անել սիտկոմ, որովհետև սիտկոմը մի փոքր ավելի բարդ է ժամանակի տեսակետից, ամեն մարդ իր գործով է զբաղված, իսկ սա, քանի որ առանձին որպես պրոյեկտ է, մենք հավաքվեցինք, բոլորը շատ մեծ սիրով համաձայնեցին եւ մենք որոշեցինք սա ի կատարածել մեր ցանկությունը։ Եվ ինչ էր բյուջեն ֆիլմը պատրաստելու։ Հիմա չեմ ուզի ես ձեզ թիվ հնչեցնեմ, բայց հավատացեք, որ բյուջեն ֆիլմի ասեմ այսպես, հա, $500,000-ից ավել դոլար։
Այսինքն շատ մեծ գումարը չէ նկատի առնելով Չէ, Հայաստանի երբ որ մենք դիտարկում ենք, որ ֆիլմը դիտում են միայն հայերը, դա շատ մեծ գումար է Հայաստանի համար եւ ծախսել ֆիլմի վրա օրինակ մոտ 700,000 ամերիկյան դոլար, դա շատ ծանր ոչ հեշտ բան է, որովհետեւ մենք շատ սահմանափակ եւ փոքրիկ շուկա ունենք։ Իսկ սիկ որ ծեր հաջորդ ասենք ծրագիրը ավելի դրամա է եւ թատրոն է Արցախի բլոկադայի մասին, ուրեմն ինչ կմտադրեք, ինչպիսի պիես մը կսպասենք։ Չեմ ուզի դրա մասին խոսել, դա պետքա տեսնել եւ վերապրել եւ հասկանալ, որովհետեւ ինձ թվում է շատերս, ասում եմ շատերս ինձ էլ են փորձում մտցնել այդ շատերի մեջ, որպեսզի ոչ մեկ մեզանից չնեղանա, շատերը չեն հասկանում ինչա կատարվել, չեն կարող վերապրել մինչև դա չտեսնեն բեմի վրա, բայց իրականում դա մենք ոչ թե ցույց ենք տալիս պիես, որտեղ ուզում ենք հասկանանք ով էր մեղավոր, այլ ուղղակի դա մի հատ սիրո պատմություն է, որը տեղի ունեցել այդ Արցախի բլոկադայի ժամանակ։ Ձեր բարական հարսանիք թիգունքում, այսին այդ զգացումը մենք մեզի դվավ այդ թատրոնը, ուրեմն նույնն է բարական այս մեկին։ Ում զգացմունքային երևի նույն բանը կլինի, որտեղ իր մեջ կա եւ փոքրիկ հումոր, եւ լաց, եւ թախից ամեն ինչ։ Եվ ցեզի համար դժվար էր այդ ասենք transition-ը կոմեդիան, դրամա։ Ես քանի որ 35 տարի զբաղվում եմ այս գործով, ես իմ կյանքում շատ տարբեր բաներ եմ արել։ Ես նեջ չի որ միայն հումորային ժանրի բաներ եմ արել, իհարկե ավելի շատ հումորային ժանրի, շատ մեծ փորձ էր ինձ համար, բայց սա ես ուզում էի անել, սա իմ ցանկությունն էր, սա իմ նպատակն էր եւ ես հիմա կարող եմ ասել, ես իմ նպատակի մի նպատակը, որ այսօր դուք տեսաք, երկրորդ նպատակը է արդեն մի քանի օրից թատրոններում։ Եվ վերջին հարցումս, ինչ է ձեր կարծիքը ներկայիս Հայաստանի մեջ ֆիլմ պատրաստելու ֆիլմի մշակույթի մասին։ Ֆիլմի մշակույթի մասին, դրա մասին թեթև խոսեցինք մենք նրա վերաբերյալ, որ քանի որ մեր շուկան սահմանափակ է, մենք պետքա ամբողջ ազգով, ես գտնում եմ, պետքա աջակցենք մեր ֆիլմ արտադրողներին եւ ինչքան շատ այդ մարդիկ իրանց ֆիլմերը ցույց տան, ինչքան շատ լինի, այդքան որակով ֆիլմեր կնկարվեն, այնքան քանակով շատ ֆիլմեր կնկարվեն, որովհետեւ մենք երբ որ բերում ենք ցույց ենք տալիս, օրինակ Միացյալ Նահանգներում կամ Կանադայում, մենք չենք մտնում իրենց ցուցադրման ցանկի մեջ, հա, մենք սա անում ենք որպես միջոցառում, 1 հատ, 2 հատ, 3 հատ կամ 4 հատ։ Դրա համար այսօր ինձ այնց հաճելի էր, երբ որ ես տեսա այս քանակի մարդ ու հասկացա, որ սա աճելու է։ Մարդիկ էլ ավելի շատ են սկսում։ Միանշանակ շատ ավելի լավ է լինելու։ Շատ շնորհակալ ենք, միշտ բարի եկած եք Մոնտրեալ։ Շատ շնորհակալ եմ։ Ավարտեցինք մեր Մոնտրեալի ցուցադրությունը, այժմ ուզում եմ ճշտել ձեզ դուր եկավ թե ոչ։ Սիրելիներս շատ շնորհակալ եմ, անկեղծ սրտանց ենք արել, երևի զգացիք հոգի եք դրել մեջը և մեր համար այս ծափարությունը, որ իմ այստեղ հնչում են, դա ամենակարևոր գնահատականը, ինչը կարող է լինել։ Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, շնորհակալություն հայտնել Արմատին, որ կազմակերպեց այս ամեն ինչ, եկեք մի հատ շատ բարձր ծափարել։ Բարև ձեզ, Հայ Հորիզոն ձեզի հետ է այսօր շատ արևոտ Գլենդեյլ, Կալիֆորնիայեն։ Եկած ենք միասնապար ձեզի ծանոթացնելու համասկայնի նորագարույց Արիս Ստամբուլյան մշակութային կենտրոնը։ Եկեք միասնապար մտնենք ներս եւ զրուցենք Արեմտյան Ամերիկայի համասկայնի շրջանային վարչության ադենաբեդ Մանուկ Չուխաջյանին հետ այս կենտրոնի ընձայած բոլոր գարելույթներուն մասին։
շատ ուրախ ենք, որ այս արիտը ստեղծվեցավ եւ ես գրծա այցելել այս նոր գառուցված գետրոնը։ Նախ ասկաղապարը երբ ծնավցեր մեջ նոր գետրոն մգալուցելու։ 2016-ին գետրոն քննելու աշխատանքը սկսած էր, անշուշտ մեզ մի առաջ միշտ փապակը գար, բայց 16-ին դուրս չկսան գետրոն պնդրել եւ մի քանի անգամ փորձեցինք տրամաբակը չաճողեցավ, մինչեւ որ աս վերջին գետրոնը որ աս դերը որ կդանք հոյագավ էր վայրը մանավանդ, քանի որ գիշտ կլանդերի մեջ եւ ամբողջ քաղաքներուն գիշտ գետրոնը Pasadena Valley, La Crescenta եւ այլն շատ սիրեցինք եւ որոշեցինք ինչ որ լակինը առնենք եւ հաջողեցանք։ Ուրեմն ինչպես մոդեցաք բարերարներուն։ Ուրեմն սկիզբը տրամահավաքը անշուշտ բնավ տրամ չունեինք, մեր մասնաճյուղերը, մեր առաջին սպորտերները եղան։ Մեր բոլոր մասնաճյուղերը ինչ որ գումար ունեին դրամատեզին շրջանայինին, անհույսով որ պիտի այն օրը որ տրամահավաքեն գետ բոլորին վերադարձնեն գումարները եւ քաղաքապար ադեր որ բիլդ սպոնսորեբլակ քաղաքապարով մոտ 300,000-ի չափ տրամահավաքեցինք, որ այն մեկը 500,000 գուտա եւ վարը բադին վրա դեսար անունները եւ անշուշտ բրոշյուր մտածեցինք եւ այդ բրոշյուրով մոտեցան անցելու սենյակները սպոնսորներ ունեին 25,000-ից 50,000, բայց մեծ գումարը դակավին չէին հավաքած։ Շատ քաղաքապարը բաներ որ պիտի մեկը գտնենք որ 500,000-ի սպոնսորն ասկ կետրոնը, բարեբախտաբար երբ բարոն Արիսին մոտեցանք եւ համասկայնի ծրագիրները ներկայացին այնքան խանդավառվեցա որ ասավ սերուզած 500,000-ը ես 1 միլիոն պիտի դամ։ Նույն օրը Ալեք Բեզջանը անալ ասավ սերուզած 500,000-ը սիրով գուտամ։ Ամբես որ աս երկու հատ այսպես բախտով եղավ համասկայնի դարին էր եւ հաջողեցանք։ Հաջորդ տարի նորեն բարոն Արիսը եւ Դիգին Անջելան խոստացան 500,000 նորեն նվիրեցին։ Ամբես որ համասկային հիմա այսպես տրամահավաքը շատ թյուրին ընտանագոր։ Ուրեմն ընդհանուր ծախսը որքան էր այս շենքը կնելու։ Շենքը կնեցինք 2.5 միլիոն դոլարի, գրեթե բոլոր պետք եղած գումար ունի կրնանք վճարել հիմա շինարարության պիտի սկսենք, քանի գուզենք գեղեցկացնել, դուրսի ֆեյսլիֆտներ եւ արժին ավելի լավ մեր բարոն Ալաջաջյանը որ նաեւ մյուզեումի արքիտեկտն է շատ գեղեցիկ կաղապարներ ունի շենքի նկատմամբ եւ պիտի երկրորդ հարկի վրա էլևեյտոր ունենք եւ այլն եւ անշուշտ մեր այս տարվա ծրագիրներում մեջ բոլորին հայտարարացենք թե պիտի մեր ասկետոնը ընդարձակենք եւ թերևս գարեգարելա կովի շենքը կնել եւ գամուրի շենքեր կնել ամբես որ գուզենք մեր աշխատանքները ընդարձակել բաժարը քանի իսկապես այս շենքի մեջ դեղ չի աշխատանք կնելու նույն ադեն վերի հարգը տադրոնը փորձ կնե վարի հարգը սայտնովան փորձ կնե գոմի շենք սենյակներում մեջ մեր հանձնախումբերը ժողով գնեն նույն ադեն ամբես որ գրեթե ամբողջ ամեն օր այս կետրոնը բազմասպառ է Ընդհանրապես համասկայնի միավորներն են կորձածողները Ընդհանրապես միավորներն են նաև գլանդելի մասնաճյուղը երբեմն կորձածի անշուշտ իրենց կետրոն ունին գլանդելի մեջ, բայց նաև հոս իրենց ակադեմիան, գծակցության ակադեմիան գնեն, քանի անդոր դեղ չունին, Սայտնովան սպորտ կնե քրական հանձնախումբը թե հոս ժողով գնեն նաև ցերնակներ գնեն, ավանդույթներու միավորը իր գարի եւ ցավակիլության տասեր ունի, տադերախումբի փորձ գնե երաշտական միավոր իր թե ժողովոս կնե թե հայերյան երճախումբը որ մեր 16 տարեկանին մինչև 22 տարեկան 30 աղջիկներ են որ հոյագապ ելույթներ կպատրաստեն անոնք իրենց փորձերով կնեն ամբես որ գրեթե սպառած է շատ ուրախ Իսկ ընկերմանու մենք հետաքրքիր ենք գտնալու որ մինչև հիմա որ գետրոն չունեիք ինչ էր ծեր վիճակը ուր գնեիք այս բոլոր փորձերը Դժբախտաբար այս բոլոր աշխատանքները միշտ գաղացած են քանի որ գետրոն չունեինք Հիմա որ գետրոն ունենք, իսկապես որ արժև կացին եւ ադի գբարդիկ մեր նվիրատուներուն, որոնք հավատացին համասկայնին։ Միշտալ մենք ուզած ենք ավելին անել, բայց դեղ չունենալը միշտալ մեզի խոչընդոտ հանդիսած էր։ Իբր համասկայնական ես ալտունալ բոլորս հավատանք մեր մշակույթին եւ մենք միշտալ գսենք մշակույթ, անշուշտ միշտ բոլոր աշխատանքները եկեղեցին թվրոցի դեր ունին, հայտարարի դեր ունի, բայց մենք հավատանք որ մշակույթը շատ կարեւոր է օդարներուն ներկայացնելու թե մենք ով ենք եւ այսպեսով մեր ցերնակներով նախ երդասարտության մեջ, բադալիներուն մեջ եւ կուքան եւ գբարեն եւ երկեն հայությունը գսորվի իրենց հոգին գզորանա, հայության արմատներուն ավելի գաբվին
եւ շատ մեծ կորձներ ունենք այդ ուղղությամբ։ Եթե ինչ որ ավակային մտածենք կովիգետրոնի մասին կամ շենքի մասին, ուսուցչական երաժշտական դպրոց, ինչպես որ դիպանի մեջ կա, երգ, բար, ակադեմիա եւ անդ բոլորը պիտի օգտագործել որ հայ երիտասարդները կողքովի մնան, բادرայինները կողքովի մնան, քան եւ իրարու ծանոթանալով իրենց մեջ Հայաստանի եւ հայության գաբը ավելի զորանում։ Շատ շնորհակալ ենք ընկերմանուկ այս նախ հյուրասիրության համար։ Գհուսանք, որ մինչև մեր հաջորդ այցելություն Քովի շենքը արդեն գառույցը քնած կլակ եւ հոնալ գայցելենք։ Ձեզի ամենայն հաջողություն կմաղթենք։ Մենք կմաղթենք, որ դուք նաեւ Կանադայի մեջ մուշ շրջաններ արևելյան ամեն դեր իրենց կետրոններ ունենան, իսկապես որ փապակելի փոմանը որոնակ։ Փապակելի եւ նախանցելի գրնամսել։ Շատ շնորհակալ ենք։ Բարի եկած եք։ Բարը միջազգային լեզու է, որ հասկանալի է յուրաքանչյուր մարդու։ Բարև ձեզ։ Այսօր 28 փետրվար Հայ Հորիզոն ներկա է Քևոր Կեսայան սրահեններս, ուր համասկայնի Նիկոլ Աղբալյան մասնաճյուղի Շուշի մանկաբադանեգան բարախումբը պիտի ներկայացնի իր դարեգան ելույթը։ Այս մեգա արկասիկն է զույգ բարուսույցներու Ալիսա Լախոյանի եւ Լիլիթ Նալբանդյանի, ինչպես նաեւ բարարվեստի հանձնախումբին դքնաճան եւ երկարադեվ աշխատանքներուն։ Բարի վայելում կմաղթենք Հայ Հորիզոնի հետևորդներուն։ Ես կբարեմ Շուշի բարախումբի մեջ եւ իմ երազը է որ աբակային ըլլամ բարուսույց։ Երկու տարի է վեր գբարեմ Շուշի բարախումբի մեջ եւ մեր փորձերը շատ ուրախ մթնոլորտով կընթանան։ Գուզեմ շնորհակալություն հայտնել բարախումբի հանձնախումբից, որ ամեն ձևով մեզի օժանդակեցին եւ մեր դժվարություններուն դիմացան։ Եվ մենք այսօր մեր մեկ դարվա աշխատանքը պիտի արդյունավորենք այս բեմին վրա։ Վերջին քաղաքական դեպքերու հետևանքով մենք դժվարություններ ունեցանք, որ ելույթը հետաձգեցինք մեկ-երկու անգամ նախադեсված թվականին հետ փորձերը գեցան պայմաններուն պատճառով եւ նորեն սկսանք այդ շարունակեցինք, նոր թվական որոշեցինք, վերջով այսօր այդ օրին ասանք, որ բզդիկները փեմին վրա են եւ իրենց մեկ սպասենք իրենց բոլոր սորվածները դարվա ընթացքին ներկայացնեն եւ լավ ձևով ժողովրդին դեմ ելույթ տան։
բարախումբը առաջին դարից է բարելու եւ պիտի շարունակեմ որ մեծ դամ։ Ես հայկական եւ ֆրանսական բարերում մեջն եմ։ Ես բարելը շատ կսիրեմ, քանի շատ էներգի ունի, էներգիս ալ գարդահայր բարելով։ Շուրջ 25 տարվա պատմություն ունեցող Շուշի մանկաբարձական բարախումբը այսօր անգամ եւս փեմ բարձրացավ եւ Հալեբահայության հրամցուց բոլոր տեսակի բարերու ծևերը գլխավոր բարը ունենալով հայկական բարը շնորհիվ երկու բարացույցերում, որոնք արդեն նախապես Շուշիի բարախումբին անդամակցած էին եւ դարիներ դարձան նույն բարախումբին բարացույցերը։ Վարձ կգադար բոլոր գազներուն, որոնք այսօր աշխատանք դարին այս հաջող ելույթը հրամցնելու Հալեբի մեր ժողովրդին որպես համասկայնի սուրյո շրջանային վարչություն մենք այսօր նեցուկ ենք բոլոր մասնաճյուղերում, մենք ունենք դարբեր մասնաճյուղերում այդ սուրյո մեջ բարախումբեր, որոնք բոլորն ալ դարիներուն ընթացքին փեմերու վրա բարձրացած են, ներկայացած են դարբեր մշակույթներու մեջ եւ միշտ բարձր բազեն համասկայնի անունը սուրյո դարբեր քաղաքներու մեջ։ Շատ ուրախ եմ, որ մաս կազմեցի համասկայնի գետրոնական վարչության գազմագերված բարասույցերու վերապատրաստման դասընթացքին, որ տեղի ունեցավ Հայաստանի մեջ 2025-ին 15 օրվա տևողությամբ եւ նոր գիտելիքներով վերադարձանք եւ հարստացուցինք մեր այս տարվա Շուշի բարախումբի ելույթը։ Երգոազարդասնիոթին Շուշի մանկաբադանեգան բարախումբի մաս կազմած եմ եւ շատ ուրախ եմ, որ այսօր իմ նպաստս կփերեմ համասկայնի եւ Շուշի մանկաբադանեգան բարախումբին։ Ու մեր բարը անիգալոք շարժում չէ, այն մեր լեռնացած կամքը անվեհեր, հողին զակն է սուրբ, որ սիրտ է դարձել ու թեպի լույսը, թրիչք ու վերելք։ Երբ կհնչե Հայաստան անունը, փարերը կցարնան նեղ, արտահայտելու համար այն օվկիանոսը, որ կա մեր հոգիներուն մեջ։ Այսօր փեմը կցարնա հայրենի հող, իսկ բարը ուխտակնացություն։ Միացնենք մեր սրտի զարգերը Հայաստան երգին եւ վայելենք հայու ոգի անմահական թրիչքը։ Այժմ Քիմ խմբակի բարմանուհիները հանդես կգան Հայաստան բարով։
Ինձ համար մեծ ուրախություն էր, որ այս տարի ես իմ նպաստը սպերի համասկայնի մեծ ընտանիքին եւ Շուշի մանկաբադենական բարախումբի ելույթին որպես փեմավար։ Այսօրվան ելույթը սովորական ելույթ չէր, այլ համախմբման գանչ, այնտեղ ուր գա հայկական շունչը, հոն գա համասկայինը եւ այնտեղ ուր գա հայկական բարը, հոն հայը միշտ կանգուն է, միշտ հբարտ եւ միշտ միասնական։ Շնորհակալություն գայտնենք Շուշի բարախումբի անձնախումբին, որ այս դժվար պայմաններում մեզի շատ հաջող ձեռնարկ մգրցան ներկայացնել, մեր զավակներ փեմ տեսնելով շատ մեծ ուրախություն էր մեզի համար, նորանոր հաջողություններ կմաղթենք համասկային մեծ ընտանիքին եւ Շուշի բարախումբին։ Այսօր մենք ուրախ ենք եւ խանդավառ ենք, որովհետեւ այս տարի եւս հաջողեցանք Շուշի մանկաբադանեկան բարախումբը փեմ փաստացնել, շարունակելով համասկայնի հայ մշակույթի արվեստի պահպանման երթը։ Մեր բարախումբը կփականա 45 փոքրիկներ է, որոնց մեծամասնությունը, ինչպես պիտի նկատեք, աղջիկներ են։ Ինչ որ մտահոգություն է մեզի համար որպես վարչություն, որովհետև ինչպես գիտեք, բարախումբին պատկերը ամբողջական ըլլալու համար այնտեղ պետք է ըլլան տղաք եւ աղջիկներ, ինչպես պետք է ըլլան նազ բարը, անհրաժեշտ է ըլլա ռազմական բարը եւ բերդ բարը։ Հույսով ենք, որ այս ելույթեն քաջալերված հարաճիգային մեր փեմը կտնտա առնական ներկայությամբ եւ կգեղեցկանա իքական ներկայությամբ, ինչպես նաեւ հույսով ենք, որ այս ելույթը բոլորին սրտերը կլուսավորե ուրախությամբ եւ ջերմությամբ։ Բարի եկած եք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումով բարի միջազգային օր ճշտված է 29 ապրիլին, որ ֆրանսիացի հռչակավոր բալետմեստեր Ժան Ժորժ Նովելի ծննդյան օրն է։ Գավադամ, որ արվեստով սպաղող ովևէ անձ չի գրնարված մարդելալ, քանզի իրական արվեստն միայն սեր եւ ջերմություն գործի։ Հույսով, որ այսօրվան ցերնարգը ծեր սրդերը ջերմացուց եւ հոգիները բարուրեց միայն եւ միայն ուրախությամբ։ Ցեզի հետ էինք Սյուզի Խշվաջյան, Սարգիս Շապրազյան, Հայ Հորիզոն, Հալեբ։